Դա ոչ միայն համանadrության խախտում է, դա նոնսենս է, միակ երկիրը հետխորհրդային, միակ, որտեղ որ ռուսական հեռուստաընկերությունները հեռարձակվում են մուլտիպլեքսով, Հայաստանն է։ Դուք պատկերացնում եք, Ադրբեջանը վաղուց դուրս է շպրտել բոլոր այդ ալիքները ուրեմն իր տարածքից, Միջինասիական Հանրապետությունն մնացածն չեմ ասում։ Դուք մի անգամ լսել եք, որ ռուսական որևէ հեռուստաընկերությամբ ասեն, այ տեսեք Ադրբեջանը մեզ հանեց։ Ոչ, գովում են միայն Ալիևին։ Սպուտնիկն են։ Գովում են, հա միայն Սպուտնիկի դեպքում այն շուտ բաներ ասեցին։ Բայց էլի հանեցին Սպուտնիկը։ Վերջը հանեցին, բայց Սպուտնիկը մուլտիպլեքս չէր, էլի, հա, մուլտիպլեքս չէր։ Գովում են Ալիևին, տեսեք ինչքան դպրոցների հարցում աջակցում է մեզ եւ այլ։ Մի առիթ են, սկսես փոքր առիթ են գտնում ուճացնեն գովան, բայց Ռուս-Ադրբեջանը մի կողմ է։ Չէ, մի կողմ չի, ո՞նց է մի կողմ։ Մի կողմ չի, բա դրանից պետք է հենվել ռուսների դեմը դնելու։ Ռուսների դեմը դնելուց այդ ամենագլխավոր փաստարկն է, որ մենք իբր թե ձեր դաշնակիցն եք ամեն ինչում ասում եք, շատ կարևոր է Հայաստանը, ԵԱՏՄ անդամ եւ այլն, բայց Ադրբեջանին հանելու համար ձեր ալիքները մի հատ թթուխոս չեք ասում, իսկ մեզ նույնիսկ քննարկման ժամանակ որպեսզի բաներ են քննարկում, սկսում եք ավել պակաս դուրս տալ։ Հարցը հասարակության մեջ հետեւյալն է, ձևակերպման մեջ է, օտար երկրյա հեռուստատեսությունները, հեռուստաընկերությունները, արդյոք Ռուսաստանը օտար երկրյա հեռուստաընկերություն չէ։ Ուրեմն լսեք, բացի դրանից, այդ պայմանագիրը, որ կնքվել է, որը պետք է հեռարձակվեն, երկկողմանի է։ Հայկական ալիքներն է ռուսական մուլտիպլեքսով պետք է հեռարձակվեն։ Ինչ են ասում ռուսները, ասում են դե տեխնիկական հնարավորություններ չունենք։ Իա, բարդուզես։ Բա որ տեխնիկական հնարավորություններ չունեք ամբողջ Ռուսաստանում հայկական ուրեմն ալիքները սփռելու։ Բայց բարձը չէ, ինչ չեն անում, որովհետև իրենց համարում են, որ համարժեք չի 3 միլիոնանոց Հայաստանում ռուսական գովազդային շուկան, այսինքն ընդամենը 3 միլիոնով ավելացնել իրենց հեռուստաընկերությունները, չեմ ասում, իրենց քարոզությունը տարածելու համար, եւ հանկարծ փոքր Հայաստանին տալ 150 միլիոնանոց շուկայում իր ուրեմն հեռուստաալիքները, որը կարա ռուսերեն հնչի եւ արդեն նաեւ հայկական քարոզչություն գնա, թույլ տալ հեռարձակվել։ Չնայած Հայաստանից քարոզություն չի գնում ինֆորմացիա, որտեղ մենք ժողովրդավարական երկիր ենք, այդ քարոզությունը գնում է ավտոկրատ երկրներից, հա, պետական մասշտաբով նկատի ունեմ հանրային հեռուստաընկերություններին մակարդակով։ Բայց ամենայն դեպս, եթե դուք չեք անում, ուրեմն մենք լրիվ լեգիտիմ պատճառ ունենք այդ չեղարկելու այդ պայմանագիրը։ Չէ, մեր չինովնիկները, մեր ղեկավարությունը վստահ եմ նաև Նիկոլ Փաշինյանը անձամբ որևէ կերպ չի ուզում նաև այդ հարցում խզի հարաբերությունները։ Կներեք, էլի դա հարաբերություններ խզելու հետ ինչ կապ ունի։ Անվտանգության հետ երկրի կապ առնչվում է այս հարցում։ Ոչ միայն առնչվում է, Կիրիենկոն հենց այդ դրա վրա է հույսը դրել, բա Կիրիատրների հիմնական գործառույթը ի՞նչ է լինելու։ Այդպիսի կանալների միջոցով այդ գաղափարները սկսել փափուկ հեռարձակել։ Իմանալով մանավանդ, որ նույնիսկ եթե շան լապնել թափեն առաջի դեմքերի գլխին էլ իրենց հեռուստաընկերությունները, մաքսիմում կարող է մի շաբաթով ասեն, բա անհարմար չեք զգում, Նիկոլ Փաշինյանը հասցեին, ինչ ասես, ասում եք, մի շաբաթով ձեզ հեռարձակումը զրկում ենք, հա։ Այդքան ժողովրդավար երկիր ենք մենք, այդ աշճանի ազատ մամուլ ենք։ Ազատ մամուլ ենք, թե պետական մտածողություն չունենք եւ ոչ մի ավանդույթ չունենք պետական մտածողության։ Ես կարծում եմ, որոշ մեր չինովնիկները վախերը ուղղակի պետք է բռնել։ Ինքան են վախեցած, որ հանգարց Ռուսաստանը մատ թափ կտա այդ հարցով, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է իր մասով այդ պայմանագիրը խախտել, մեկ է մենք ասելու հա խնդիր չկա, դե որ տեխնիկական հնարավորություն չունես, ոչինչ, մենք հասկանում ենք, ըմբռնում ենք։ Ինչն է անհանգստացրել Ռուսաստանին հապկին։ Հայաստանը պայմանագիր է կնքել ամերիկյան լոբիստական ընկերության հետ, որպեսզի վարկանիշը Հայաստանի բարձրացնի Միացյալ Նահանգներում։ Այլ տեղերից եւս մենք ծանոթանում ենք, որ նախ դեսպանի ժամկետն է կարծես թե 6 ամիս հետո լրանում Հայաստանի դեսպանի Միացյալ Նահանգներում նոր տեխնատության մասին են խոսում են, որ չեն կարողանում ուղիղ կոնտակտի դուրս գալ վարչակազմի հետ եւ կար ոչ ճշտված տեղեկություն, որ փորձ են անում եւ կարող է մայիսի վերջին, հունիսի սկզբին ինչ որ հանդիպում լինի Հայաստանի եւ Միացյալ Նահանգների։ Այսպիսով ձեր գնահատմամբ Հայաստանի եւ Միացյալ Նահանգների հարաբերությունները ինչպիսին են, եթե խոսքը գնում է լոբիստական ընկերության հետ պայմանագիր կնքելու մասին, որպեսզի մեր վարկանիշը բարձրանա։ Երբ որ ես աշխատում եի Ռաֆի Հովհաննիսյանի հիմնադրած ռազմավարական հետազոտությունների հայկական կենտրոնում որպես սփյուռքի եւ տնտեսության հարցերով փորձագետ, թերևս առաջինն եմ եղել, որ հայկական լոբիզմը ԱՄՆ-ում մեծ մենագրություն եմ գրել, շատ մանրամասն ուսումնասիրել եմ եւ կարող եմ ասել, որ
շատ ուշացնում են, եթե նոր են կնքում այդպիսի պայմանագիր լոբիստական կառույցների հետ Միացյալ Նահանգներում։ Դա Միացյալ Նահանգներում օրինական պրակտիկա է, գրանցվում է, ամեն ինչ տապանցիկ է եւ իրենք նաեւ մեղադրում են, որ այդ ընկերություններին միջև այդ թուրքերն են վարձակալել եւ այլն։ Լավ չի, որ թուրքերին սպասարկողները հիմա Հայաստանին պետք է սպասարկեն, ասենք ինչ տրամաբանություն է, չեմ հասկանում։ Այդ մեկ, երկրորդը ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ին։ Ուրեմն տեսեք, ՀԱՊԿ-ը գնալով ավելի այսպես վտանգավոր կառույց է դառնում նրա անդամների համար։ Հատկապես այն անդամների, որոնք որ օրինակ մոջահեդների հետ, աֆղանական եւ պակիստանյան այդ խնդիրների հետ ուղիղ խառնչություն չունեն։ Օրինակ Բելոռուսը, որը վաղը կարող է ստիպված լինի զորք ուղարկել Տաջիկստանին պաշտպանելու համար աֆղան մոջահեդներից, ու հիմա մոջահեդներ չեն, թալիբներ են, բայց ալի մոջահեդներ են ըստ էության։ Եվ շատ լավ է, որ Հայաստանը սառեցրել է, բայց լավ չի, որ դուրս չի եկել։ Օր առաջ պետք է դուրս գալ, որտեղ վաղը ասելու են, տեսեք, մենք նեղն ենք ընկել, իսկ դուք չեք պաշտպանում մեզ, այդ էլ կլինի քվիթ իրանց համար, որ մենք ձեզ չպաշտպանեցինք, երբ որ Ադրբեջանը հարձակվեց, բայց դուք էլ մեզ չպաշտպանեցիք, այնպես որ այդ դավաճանությունը փոխադարձ է։ Դրա համար պետք է դուրս գալ, որ միակողմանի մնա այդ դավաճանության խարանը Ռուսաստանի եւ ՀԱՊԿ-ի ճակատին, որ դուք ձեր պայմանագրային պարտավորությունները կատարող չեք։ Այդ մեկ եւ երկրորդը իհարկե ՀԱՊԿ-ը դառնում է նաև այդ մերձավոր արևելքի, միջին արևելքի ավելի շուտ խնդիրներին ներքաշվելու վտանգավոր մի հատ օղակ։ Մենք ինչ պետք է անենք այնտեղ, ում դեմ ենք կռվելու, ում որոշմամբ ենք ում դեմ կռվելու։ Բարձր չէ, որ այդ որոշումները մենք չենք կայացնելու։ Կրեմլում ում որոշեն, նրա դեմ էլ պետք է կռվենք, եթե ՀԱՊԿ-ի անդամ շարունակենք մնալ եւ հանկարծ ստիպված լինենք ինչ-որ զորք ուղարկել։ Դոնբասի պատմության ավելի լայց տարբերակն է լինելու։ Եթե մեր որոշ քրեա օլիգարխիկ մնացուկներ ասում են պետք է կցվենք Ռուսաստանին, ակնհայտորեն դրանից բխելու է, որ նաև Ռուսաստանը այստեղից է նախ եւ առաջ թնդանոթի մի ստանելու Դոնբասում սպանելու համար եւ տասնյակ հազարներով արդեն եւ չի հարցնելու արդեն մեզ, որտեվ այդ դեպքում եթե մենք կցվելու ենք Ռուսաստանին, ըստ ինքնիշխան պետություն, ժողովրդի ենթակա իշխանություն, որը պետք է որոշումներ կայացնել, չի լինելու։ Լինելու ինչ որ մի հատ գուբերնատոր, որը ինքը արդեն ամբողջ ուժային համակարգը տիրապետելով, այսպես գայկաները ձգած կգա տներից կհավաքի կտանիում, որ պետք է Դոնբասում կռվելու, հա։ Իսկ դա նույնը ավելի լայց տարբերակով կարող է լինի ՀԱՊԿ-ում, եթե էլի եմ ասում ենք օր առաջ ՀԱՊԿ-ից ընդհանրապես դուրս չգանք։ Եվ միշտ առիթները լինում են, ցավոք սրտի չեն օգտագործում այդ առիթները, անդադ sense գցելով լավ մի ուրիշ առիթի սպասենք, որ այդ նույն մուլտիպլեքսից ռուսական այդ հեռուստաալիքները դուրս շպրտելու պատմությունն է։ Անդադ sense ոտները կախկցել, ասել լավ, մի կարող ավել լավ առիթ լինի, այս մեկ այդքան էլ լավ առիթ չի, որ կարող հանգարց կոշտ հակադարձեն։ Գլխներս ինչ արեցես արեցին, դրանից ավել ինչ կոշտ հակադարձել։ Բոլոր այդ առիթները կորցրեցիք, չօգտագործեցիք, ցավոք սրտի։